Ողջույն։ Այսօր մեր ուշադրության կենտրոնում Արմեն Խաչատրյանի մի հոդված է, որը, պետք է ասեմ, բավականին սուր քննադատություն է հնչեցնում հայ առաքելական եկեղեցու ղեկավարության հասցեին։ Խոսքը գնում է խորը ճգնաժամի մասին։ Դե ինչ, եկեք միասին տեսնենք, թե որոնք են հոդվածի հիմնական, ամենաառանցքային փաստարկները։ Հեղինակը, պատկերացրեք, հենց սկզբից դնում է այս շատ սուր, կարելի ասել սադրիչ հարցը։ Ուսագիտեք, ուղղակի հռետորական հարց չէ։ Սա իսկական մտահոգության ձայն է եկեղեցու ներկայվիճակի ու ամենակարևորը նրա ապագայի մասին։ Ըստ էության, հոդվածի հիմնական պնդումը հետևյալն է. եկեղեցին հայտնվել է խորը բարոյական ճգնաժամի մեջ։ Ու վերջին իրադարձությունները հեղինակի կարծիքով այս ամենը պարզապես մերկացրել են, հանել ջրի երես։ Բայց լավ, իսկ ինչպես է դրսևորվում այդ ճգնաժամը։ Եկեք հասկանանք։ Դե ամեն ինչի սկզբը, ինչպես նշում է հեղինակը, Երուսաղեմի պատրիարք Նուրհան Մանուկյանի մի հայտարարությունն է։ Պատկերացրեք, մի կողմից նա իր զորակցությունն է հայտնում Գարեգին II կաթողիկոսին, բայց միևնույն ժամանակ Հովաննավանքում կատարվող պատարակները որակում է ապօրինի։ Հեղինակի ուշադրությունը գրավել է հենց այս հակասությունը։ Ու հենց այստեղ էլ, ըստ հեղինակի, առաջ է գալիս երեսպաշտության հարցը։ Սա նրա հիմնական մեղադրանքն է։ Բարձրաձայնվում է մի պարզ հարց. ինչու են որոշ եկեղեցական կանոններ այդքան խստորեն կիրառվում, իսկ մյուսները կարծես թե ուղղակի անտեսվում։ Որպեսզի իր միտքն ավելի հստակ դարձնի, հեղինակը տալիս է այս հռետորական հարցը։ Նա ըստ էության մատնանշում է այն, ինչն ինքը համարում է կրկնակի ստանդարտ։ Այսինքն, եթե մի խախտումը խստորեն դատապարտվում է, ապա ինչու է լռություն տիրում այլ, ըստ նրա, ոչ պակաս լուրջ խախտումների շուրջ։ Այստեղից էլ բխում է հեղինակի եզրակացությունը, երբ կանոնները կիրառվում են այսպես ընտրովի, դրանք այլևս հավատքին չեն ծառայում, այլ անձնական շահերին։ Ու սա, ըստ նրա, արդեն ոչ թե հոգևոր սկզբունքայնության դրսևորում է, այլ ավելի շատ նման է քաղաքականությանը։ Դե ինչ, իսկ հիմա հասանք հոդվածի երևի թե ամենաուժեղ փաստարկներից մեկին։ Հեղինակը կատարում է ուղիղ համեմատություն պատրիարքի անցյալում ասված խոսքերի եւ ներկայիս դիրքորոշման միջև։ Տեսեք, հակադրությունն իսկապես ցնցող է։ Մի կողմից անցյալում հնչել են չափազանց սուր մեղադրանքներ, իշխանասիրություն, նյութապաշտություն, բռնապետություն, նույնիսկ կարգալույծ լինելու կոչ։ Իսկ մյուս կողմից այսօր մենք տեսնում ենք լիակատար զորակցություն։ Դե բնականաբար հեղինակը հարց է տալիս. իսկ ինչ է փոխվել։ Սա, կարծում եմ, ամբողջ հոդվածի առանցքային հարցն է։ Ու հեղինակն իր տեսակետը շատ հստակ ամփոփում է այս ուղիղ մեջբերմամբ։ Նա ասում է, որ եթե երեք կաթողիկոսը հակաեկեղեցականության խորհրդանիշ էր, իսկ այսօր օրինականության, ապա այստեղ երկու տարբերակ կա։ Կամ պատրիարքը 3 էր սխալվում, կամ այսօր է երեսպաշտություն անում։ Ըստ հեղինակի երրորդ տարբերակ կարծես թե չկա։ Բայց գիտեք, հեղինակի քննադատությունը մեկ անձով չի սահմանափակվում, այն ընդլայնվում է։ Խնդիրն այլևս միայն պատրիարքը չէ, այլ եկեղեցական մյուս առաջնորդների, ինչպես ինքն է ձևակերպում, համատարած լռությունը։ Ու այդ լռությունը նա բնորոշում է որպես հանցանք։ Ու սա բերում է մեզ հոդվածի հաջորդ կարևոր հարցին։ Լավ, բա ուր են մյուս եպիսկոպոսները։ Ինչու են նրանք լուռ։ Հեղինակը, ըստ էության, կասկածի տակ է դնում ողջ եկեղեցական ղեկավարության անգործությունը մի իրավիճակում, որը նա համարում է ակնհայտ ճգնաժամ։ Հեղինակի համոզմամբ այս լռությունն անհետևանք չի մնում, այն կործանարար է, այդ լռությունը թույլ է տալիս, որ փառասիրությունը հաղթի խոնարհությանը, նյութապաշտությունը արդարությանը։ Այն թույլ է տալիս, որ հոգևոր ճգնաժամը գնալով ավելի խորանա, իսկ եկեղեցին նրա խոսքով դառնա փառիսեցիական խաղերի թատերաբեմ։ Սա, հասկանում եք, պասիվություն չի դիտարկվում, այլ ակտիվ նպաստում եկեղեցու անկմանը։ Դե խնդիրը նկարագրելուց հետո հեղինակը չի կանգնում, նա նաև անցնում է լուծման իր տեսլականին։ Ու սա պարզապես վերլուծություն չէ, սա արդեն գործողության կոչ է։ Կոչ, որն ուղղված է ուշադրություն, գոնե մեկ խիզախ անհատի։ Հեղինակը միանգամից ասում է, այս ճգնաժամը չի կարող լուծվել ինչ-որ վարչական հրամաններով կամ, գիտեք, դատարկ հայտարարություններով։ Ոչ, այն պահանջում է շատ ավելին, այն պահանջում է հստակ բարոյական դիրքորոշում, իրական քաջության դրսևորում։ Եվ ահա, թե ինչպիսին է բարեփոխումների ճանապարհը ըստ հեղինակի, նա առաջարկում է 4 քայլ։ Առաջին, գոնե մեկ եպիսկոպոս պետք է վեր կենա ու բարձրաձայնի։
Երկրորդ, նա պետք է կարողանա հաղթահարել իր անձնական վախերը։ Երրորդ, նա պետք է խոսի, ասի ամբողջ ճշմարտությունը առանց քողարկելու։ Եվ վերջապես, չորրորդ, նա պետք է դառնա այն առաջնորդը, որը եկեղեցին դուրս կբերի այս, ինչպես հեղինակն է ասում, ճահաճից։ Սա ըստ էության հերոսական արարքի կոչ է։ Հոդվածը եզրափակվում է մի շատ հզոր ու տպավորիչ փոխաբելությամբ, որն ըստ էության ամփոփում է հեղինակի գլխավոր նախազգուշացումը. երբ հովիվները լռում են, նրանց փոխարեն խոսում են գայլերը։ Սա շատ հստակ զգուշացում է այն մասին, թե ինչ վտանգավոր վակուում է ստեղծվում, երբ առաջնորդները լուռ են։ Ու այս ամենը մեզ թողնում է մի վերջին, շատ կարևոր հարցի առաջ, որն արդեն դուրս է գալիս զուտ հոդվածի շրջանակներից։ Երբ որ որևէ կառույց կորցնում է իր ձայնը, երբ ղեկավարներն են լռում, միթե ժողովուրդը չպետք է գտնի այդ ձայնը նրանց փոխարեն։ Սա այն խորը մտորումն է, որով ավարտվում է այս վերլուծությունը։